Նայրա ջան, բարև, սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Սա մեր 4-րդ Բարև ոդկասթն է։ ձեզ։ Այո, Մինչև օրս ոնց որ հետաքրություն կա, ասելու բան կա։ այո, Խնդրեմ Նայրա ջան, սկսի։ այո, իսկապես հետաքրքրություն կա եւ իսկապես հարցերը թե ինձ թե Արտուրին շատ են։ Այսօր ես սենց չիլի վիբարիկներով մայեչկայով եմ, բայց զգուշացնեմ ԿՊ-ին սրանք ուտելու չեն, որտեվ իրանք սիրում են ամեն ինչ ուտել, նոր էլ ինչ որ փիփերթով ճաշեր ուտում, պարզապես հատուկ էս չիլի վիբարիկներն եմ հագել, որովհետև կարծում եմ հերթական այսպես սուր շեշտադրումներով զրույցն լինելու ոչ միայն իշխանության, այլ նաև այս ընդդիմության մասին, որը շարունակում է իմ վստահ համոզմամբ պարզապես ապրել Նիկոլի օրակարգի տակ։ Արտուր, ես ուզում եմ մենք սկսենք, որովհետև որպես 15 տարվա Եվրոպայի խորհրդի, Եվրոպարլամենտի, Եվրանեստի, նաև քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կառույցների պատգամավոր, ես չեմ հիշում որևէ դեպք, որ որևէ երկրի ղեկավար այդ կառույցներից սկսի ռազմիրատ անել, կներեք այս բառի համար, սկսի բամբասել սեփական երկրի հոգևորականությանը վեհապարին հռչակելով ԿԳԲ-ի գործակալներ, հոգևորականների, սրբազանների եւ մասնավորապես Բագրատ Սրբազանի հասցեին ասելու, որ ինչ որ իրանք պատերազմի ըստ էության սադրիչներ են, պատերազմ հրահրողներ են եւ եթե փորձեմ իմ գնահատմամբ ամփոփել այսպես Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական պարլամենտում, ապա այդ ելույթի գաղափարական հենքը նա էր, որ Եվրոպա, Արևմուտք, ինձ պահեք, եթե չեք ուզում ռսի շպիոնները, ԿԳԲ-ի գործակալները, պատերազմի հրձիգները գան իշխանության։ Կուզենայի դու ինքդ եւս այդ ելույթին անդրադառնայիր։ Ես իրան չեմ կարողանում լսել, ներվերը չի դիմանում, բայց ես տեսա Դե ես ինչ էին ստիպված եմ գրում իր, երբեմն։ հասկանում եմ։ Իր տեսա ինչ էին գրում իր ասացի մասին, գնալ Եվրոպական ֆորումում բամբասել սեփական եկեղեցուց։ Մի բան, որը Եվրոպայում երբևիցե որևէ երկրի ղեկավար չէր անի, Այո, այսպիսի ցածր մակարդակ, այսպիսի էժանագին ձևով խոսել, իհարկե դա բնորոշ է իրեն։ Երկրորդը նա երևի ուզում է դառնալ Զելենսկի համար 2 կամ Սահակաշվիլի համար 2, դա դաս չեղավ իրան, որոնք վազելով գնում են արևմուտք, ասում են փրկեք, հասեք, օգնեք, թե չէ ռուսները կմտնեն մեր երկիր։ Ու տեսակ Զելենսկին, որը նախկինում Չերչիլն էր Եվրոպայի, տեսակ հիմա ինչ վիճակում է։ այո, Օրբանը, Հունգարիայի, Սլովակիայի ղեկավարը, ինչպես են իրենք այո, խոսում։ Այո, իր համար դաս չեղավ դա, նա փորձում է ցանկացած ձևով Եվրոպային համոզել, ինձ պահեք իշխանության, որ ես ամեն ինչ զիջեմ։ Եվ հիմա այսօր տեսա, որ նա ասեց, որ մեր անկախության հռչակագիրը դա վտանգ է մեզ համար, կոնֆլիկտ է այո, բերում։ Այսինքն տեսեք, Ղարաբաղցիներին սկզբից ասում էր դուք Հայաստանը գեվ վերջ, հետո իրանց ծախեց Պրագայում, հիմա էլ ջնջեց իրանց հիշողությունը, ասում է հանգարց իրանց մասին չխոսեք էլ։ Ասեց Զանգեզուրը չեմ հանձնում, Զանգեզուրն էլ հանձնեց, քո ասած Մելանիայի ստրինգի անունի տակ, անվան տակ, անունը այո, փոխելով էլի ծախեց։ Հիմա մեղրի մասին չի կարելի խոսել։ Վաղը որ մենք ասենք ներողություն, մեր սահմանը ուր է Իրանի հետ, նա կասի չխոսակ դրանից։ Դա վտանգ է այո, դա բերում։ դուք պատերազմ եք հրահրում։ Դուք պատերազմ եք հրավիրում, հանգարց չպահանջեք, որ մենք Իրանի հետ սահման ունենանք, դա վերջացավ, գնաց։ Վաղը չէ մյուս օրը Ղափանը, Գորիսը կդառնան վտանգի աղբյուր, կասեն հիմա դա անցյալում 300,000 ադրբեջանցիներ այնտեղ ապրում, պետքա վերադառնան։ Չասեցին սրանք, որ անցյալում իրանց հետ ապրել ենք, հիմա էլ պետքա ապրենք, ասել են, ես լսել եմ դա։ Այսինքն հիմա անցավ մեր անկախության հռչակագիրն է վտանգի աղբյուր։ Հա, չասեցինք, որ ցեղասպանությունն է վտանգի աղբյուր, Այո, Արարատն է վտանգի աղբյուր, հիմա էլ պարզվեց մեր անկախության հռչակագիրը։ Այսինքն մենք պետք է մնայինք սովետական միության մի մաս ըստ իրեն։ Կամ հիմա մենք ընդհանրապես անկախություն պետքա չունենանք, դառնանք Թուրքիայի Ադրբեջանի մի մաս։ Դա գուցե դա իր այո, ծրագիրն է։ Այո, ես ուզում եմ մի նաև դիտարկում անել, մենք տեսանք, որ Նիկոլի ելույթից հետո, երբ որ նա նաև հայտարարեց, որ արցախցիները պիտի մոռանան Արցախ վերադառնալու մասին եւ պիտի մտածեն մշտապես այլևս
հիմնավորվելու Հայաստանում մենք տեսանք ընդհանրապես իր ելույթից հետո ինչպես Եվրոպարլամենտի падգամավորները ոտքի կանգնեցին, ծափ տվեցին, իհարկե այդպիսի ծափեր նրանք տվել են թե Սահակաշվիլին, ով հիմա Բաքվի Բերթի հոգեբուժական, նյարդաբուժական բաժանմունքում է, թե Զելենսկուն, որին այսօր այո, թե Հունգարիայի վարչապետը, թե Սլովակիայի վարչապետը ուղղակի քացուտակ են տալի կներես այդ բառի համար, բայց գիտես ես ապշած եմ եվրոպադգամավորների վրա, որտեղ նույն Եվրոպական պարլամենտը 4 բանաձև է ընդունել, 4 բանաձև, որտեղ հիմնավորել է արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքը եւ կոչ է արել Ադրբեջանին ստեղծել լեգիտիմ եւ ապահով պայմաններ արցախցիների Արցախ վերադառնալու մասին։ Հաագայի դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին ընդունել է իմպերատիվ որոշում պարտադիր կատարման համար արցախցիների Արցախ վերադարձի հիմա այդ եվրոպական պարլամենտի падգամավորներ, ովքեր իրանց կոտրած մատով կողմ են քվեարկել գերակշիռ որտեղ մեծամասնությամբ է անցել, տոտալ մեծամասնությամբ են անցել այդ բանաձևերը։ Երբ որ Նիկոլը ասում էր, որ արցախցիների Արցախ վերադարձի հարցը պիտի փակվի, ես հարց ունեմ Արտուր քեզ, այդ նստած մասսայի մեջ ծափ տվող այդ աբլոդիսմենտ անողների մեջ մի հատ ադեկվատ մեկը չկա, որ ասի ստոպ, մենք 4 բանաձև ենք ընդունել, հարգելով միջազգային իրավունքը, ոնց որ հիմա իրանք մեր աչքը կողում են, իբր 300,000 ադրբեջանցիների վերադարձը եւ Եվրոպան ասում է դա լեգիտիմ է, մարդը իրավունք ունի իր ծննդավայր վերադառնալու։ Չկար արդյոք մեկը, որ ասեր, բայ այդ 4 բանաձևը մենք ինչի ենք ընդունել։ Այդ մեկ Նաիրա ջան, այդ բանաձևերը, այդ դատապարտելը, հիշում ես մեր Եվրո օրգազմի թիմը, որ սկսեց խոսալ, նրանք որ դատապարտեցին Ղարաբաղի հայաթափումը, իմիջիայլոց նրանք այո, ասեցին Արցախի հարցը փակված չի, Ֆրանսիայի 2 պալատները խորհրդարանի։ Այո, Ֆրանսիայի 2 պալատները ինչ որ էլի ասցին անկախությունը եւ այլն, այդ իրանց Սևրի պայմանագիրն է, էլի, մեր ժամանակվա Սևրի պայմանագիրը, էլի հարիվ հայերին խափեցին։ Բան դատարկ բառերով, դատարկ թղթերով մեզ էլի խափեցին։ Երևի մենք արժանի ենք դրան։ Ու դու հիշում ես Եվրոբեսեդկայում ինչ հրճվանքեր, ինչ էքստազ էր, որ դատապարտեցին։ Հիմա պարզվեց դա առ ոչինչ, հա։ Եթե օրինակ Ռուսաստանը ռմբակոծի ինչ որ մի ասենք հիվանդանոց կամ դպրոց Ուկրաինայում եւ այնտեղ երեխաներ մահանան, ամբողջ Եվրոպան 24 ժամ 60 րոպե 60 վայրկյան ամեն վայրկյան խոսալու է դրա մասին, մինչև փրփուր գա բերանից։ Ձեր աչքի առաջ Իրանում 165 երեխա են սպանում, ասում են, այդպես բան չի եղել, դա մենք չենք արել, լավ է։ Պետք է հետաքննենք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասում է մի հատ հետաքննեք տեսեկով, կարող է պարզի Նաիրա Զոհրաբյանն ու Արտուր Խաչիկյանն են 171 մինչև 10 տարեկան երեխաների ռմբակոծել եւ սպանել։ Այո, դե չասենք գազան չասենք, 80,000 մարդ են սպանել, դե 80,000 ստեղ պլյուս մինուս Նաիրա ջան, ինչ կապ ունի, եւ դու շատ լավ հիշում ես Կոսովոյում երբ սերբերը ենթարկեցին էթնիկ զտման կոսովարներին, ամբողջ ՆԱՏՕ-ն ոտի կանգնեց, ռմբակոծեց Բելգրադը եւ ստիպեց, որ Կոսովոն դառնա անկախ երկիր, որի մասին մեր այդ մկները, այդ Եվրո էքստազի թիմը մի հատ ձեն չեն հանում, որ Կոսովոյում երբ կոսովարներին հանեցին դուս, ՆԱՏՕ-ն այնքան ռմբակոծեց Բելգրադը, մինչեւ սերբերը զիջեցին եւ անկախ պետություն դարավ Կոսովոն։ Այսինքն մենք մեր արյունը երևի կապույտ է կամ դեղին է, իրանցը կարմիր է, իսկ մերը կարմիր չի։ Եվ կամ միգուցե մենք ընդհանրապես ինչ որ հոմո սափիենս չենք իրենց համար։ Դե եթե մենք կառավարություն ենք ընտրում, Նաիրա ջան, ես իրանց չեմ կարող մեղադրել եւ հետո մի հատ էլ եվրոհեքիաթ, եթե թույլ տաս։ Դու հիշում ես մեր այս մանկապարտեզի այսպես կոչված արևմտամետները, որոնց Եվրոպայում երևի ճամպրուկ չէին թողի, որ նրանք տանեին հյուրանոցի դեմ։ Ուրեմն մեզ ասում էին, որ մեզ կապահովի Միացյալ Նահանգները մեր անվտանգությունը, քանի որ մենք ունենք Տրամպի WhatsApp-ի համարը։ Այսինքն այսպիսի բան կասեր օրինակ 5 տարեկան երեխան, բայց նրանք ասել են այդպես բան, ասել են թե չեն ասել։ Միանշանակ, այո։ Հիմա ես քեզ կարդամ եւ մեր հայրենակիցներին մի երկրների մի ցուցակ, որոնք ոնց որ պարզվում է Տրամպի WhatsApp-ի համարը չունեն, որովհետեւ իրանց արդեն 3-րդ շաբաթ ռմբակոծում են, նրանք Միացյալ Նահանգների դաշնակիցներն են, պաշտոնապես դաշինք ունեն, մենք չունենք։ Նրանք ունեն Միացյալ Նահանգների ռազմաբազաները իրենց տարածքում, մենք չունենք։
նրանց խոստացել են, որ նրանց պաշտպանելու են ու նայեք ինչա կատարվում։ Կարդում եմ այն երկրների ցուցակը, որտեղ հարձակումներ են կատարվել Միացյալ Նահանգների ռազմաբազաների վրա։ Եվ հենց մեր զրույցի պահին, ովքեր գտնվում են իբր ԱՄՆ անվտանգության զոնտիկի հովանոցի տակ, հենց հիմա մեր զրույցի պահին ռմբակոծվում են այդ երկրները։ Ահա, որ Ամերիկան պետք է մեզ պաշտպաներ, չէ, WhatsApp-ի համար։ Այո, այո։ Հիմա կարդում եմ. Միացյալ Արաբական Էմիրատներ, Ալ-Դհաֆրա բազա կա, որտեղ հիմա ռմբակոծվում է, հարձակվում է Իրանը այդ ռազմաբազայի վրա։ Բահրեյնում Ջուֆայր բազան, որը օգտագործվում է 5-րդ նավատորմի կողմից Միացյալ Նահանգների։ Կուվեյտում Ալի Ալ-Սալեմ ռազմաբազան նույնպես ռմբակոծվում է։ Հորդանանում Մուաֆակ Սալթի բազան, գիտես, 30 տարի առաջ արաբագետ է, բայց կարդալ դեռ գիտեմ։ Հորդանանում Մուաֆակ բազան, Կատարում ամենախոշոր բազաներից մեկը Միջին Արևելքում Ալ-Ուդեյդ բազան, Կատարը ամենակարևոր պետություններից մեկն է Միացյալ Նահանգների, ռմբակոծում են։ Իրաքում Էրբիլի կողքը Հարիր ավիաբազան եւ Camp Victoria, այսինքն հաղթանակ ավիաբազան, երկուսն էլ ռմբակոծվում են։ Օմանում նավահանգիստն է ռմբակոծվում, Իսրայել էլ չասեմ, Թել Ավիվ, Հերուսաղեմի ռմբակոծվում են, հասավ մինչև Կիպրոս, Նայրա ջան, Կիպրոսն է ռմբակոծում եւ հետո հետեւյալ երկրներում ռմբակոծվում են հյուպատոսարանները եւ դեսպանատները, Սաուդյան Արաբիա, Կուվեյթ, Իրաք, Բաղդադում, Դուբայ, նաեւ Դուբայի բանը, օթանավակայանը, Իսրայել ասեցինք ու Բահրեյնը 12 երկիր ենթարկվեցին հարձակման Իրանի կողմից, ունենալով մի մասը, մեծ մասը Միացյալ Նահանգների հետ դաշինք եւ ռազմաբազա եւ իրանց գլխին ամեն օր դրոններ անգնում։ Հիմա 12 երկիր ըստ որոշ երկրների ամեն օր մոտ 1000 հրթիռ եւ դրոն անգնում նրանց գլխին։ Հիմա նրանք երևի մեր ձևը չգիտեին, որ նրանք պետքա WhatsApp-ի համարը վերցնեին Տրամպի։ Ոչ թե դաշինք ստորագրեին, ոչ թե դաշինք կամ ինչ որ երաշխիք ստանան։ Այո, ասեին մի հատ Դոնալդ քո WhatsApp-ի համարը դուր։ Համաձայն եմ քեզ հետ եւ լսեցինք նաեւ Արաքչիին, ով հայտարարեց, որ պատերազմը կդադարի այն ժամանակ, երբ որ դա որոշի Իրանը, եւ այն պայմանները, որ առաջարկեց Միացյալ Նահանգներին, ամբողջապես փոխհատուցել, իսկ կոնգրեսում արդեն լուրջ խմորումներ են, որ օրական 1 միլիարդ դոլար Միացյալ Նահանգները ծախսում է այս պատերազմի վրա եւ դիմել է կոնգրեսին գումար ավելացնելու եւ այո ծոցի երկրները շատ տեսանելի իրենց մաշկի վրա զգացին, որ այդ ամերիկյան զոնտիկը, անվտանգային զոնտիկը դաշնակցային իրենց չի պաշտպանում, դե ճիշտ է, երևի չեն ֆայմել Դոնալդ Թրամփի WhatsApp-ի համարը ուզել։ Եվ մի ուրիշ հարց, պատկերացրա, որ մենք հիմա այդ Զանգեզուրի միջանցքը արդեն սարքած լինեինք եւ այնտեղ լիներ ամերիկյան օբյեկտ, ասենք վերահսկողության ինչ որ օբյեկտ կամ այնտեղ գար մասնավոր ռազմական ընկերությունը, VCHK-ն, օրինակ Blackwater կա Ամերիկայում, մենք մեր շատ սիրելի գոլեգայի հետ, Էդգար Ղազարյանի հետ, նա շատ մանրամասն, շատ հիմնավոր կերպով ամեն ինչ բացատրեց։ Պատկերացրա, որ այնտեղ հիմա տնիկ է դրած Երևանի Իրանի սահմանի վրա, Մեղրիում ամերիկյան օբյեկտ է դրած, հենց Իրանի սահմանի վրա, եւ այնտեղ նստած են ամերիկացիներ։ Հասկանալի է, որ առաջինը դա է ռմբակոծվելու, որտեղ նույն Իրանը ուլտիմատում ներկայացրեց Ադրբեջանին, որ եթե իհարկե իրենք չասեցին օկուպացված Արցախ, մենք ենք ասում, որ Ղարաբաղի տարածքում, որտեղ տեղակայված են իսրայելական հետախուզական կենտրոնները, չհանվեն, դրանք դառնալու են թիրախ եւ ռմբակոծվելու են։ Երևի մեր բախտից է ինչ որտեղ, որ այդ Թրամփի կամ Մելանիայի ստրինգի ճանապարհը դեռևս ինչպես սրանց ամեն ինչն է կիսատ, նենց էլի անպատասխանատու ասում են չեն անում բան, երևի թե ինչ որ տենց վերին ուժ կար, որ այս ամբողջապես այս պրոյեկտը այո չիրականացավ, այլապես այո Մեղրին եւ այդ ամբողջ ճանապարհը ռմբակոծվելու էր, ինչպես հիմա քարը քարին չեն թողնվում ծոցի երկրների իրանական ամերիկյան դիվանագիտական ենթակառուցվածքները, որը դուք կարող եք YouTube-ով դիտել։ Եվ իդեպ Նայրա ջան, ես էլ վերջացնեմ, եթե նրանք հարձակվեին Մեղրիի վրա, իսկ այնտեղ կան կարևոր ադրբեջանական եւ թուրքական շահեր, եւ հնարավոր է արդեն մարտիկ էլ կլինեին, ինչ է սկսվում։ Սկսվում է Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի բախում մեր տարածքում։
Եվ ի Այո, վերջո նրանք մեր մեջքի հետևը, ինչպես մեր ամբողջ պատմության ընթացքում, մեր մեջքի հետևը մեզ կբաժանեին, կասեին, այս կտորը ձեզ, այս կտորը մեզ։ այո,